Ու բարձած եք աստիճաններին, էլի։ Բայց կան։ Գործով կան։ Տեսեք, նախաքննության փուլում 4 անց ցուցմունք է տվել, հայտաբղեց իրականության հետ անհասկանալի չհամեմատվող եւ իրար հետ չբռնող սեր։ Քաղաքացիներ, պարոն Օթանեսյան։ Քաղաքացիներ եք թե ովքեր են ջերմական, որոնք 18 թվականին հոգեվորվել են, որ կարող են ցուցմունք տալ։ Ասեք մեկը կա որ ցուցմունք է տալի, որ Դավիթ իր զենք կար եւ մեքենայից կախված կրակում էր մարդկանց վրա։ Այսինքն կռիվ կինո էր նկարագրում, որտեղ կա մի քանի 100 մարդ եւ մի քանի 100 ոստիկան։ Եվ 5 ոստիկան, ովքեր որ այդտեղ են եղել, ասում են նման բան չի եղել եւ առասարակ ոչ մի հակաիրավական բան չի արել։ Այդ մարդիկ եկել են դատարանում, արդեն տվել են քիչ թե շատ նորմալ ցուցմունք, այսինքն փրկում են իրենց սուտը եւ ասել են որ Դավիթը ոչինչ չի արել։ Հիմա իրավաբանական արժեքով սա 0 է այս գործը, բնականաբար սա քաղաքական հետապնդում է։ Նիկոլ Փաշինյանը սարսափում է նորմալ հայ տղամարդկանցից, դա հերթական դրսևորումն է։ Դուք դա այսօր կալանք Այսօր խնդրում ենք, որպեսզի դատարանը արտահայտ քննարկել խափման միջոցի հարցը, թեպետ ասեմ, կալանավորողները Նիկոլը, թողնել են Նիկոլը, հաստատ մենք Հայաստանում, մենք որպես ժողովուրդ չենք արժանացել դատարան ունենալու երևույթին, եկեք ինքնակապելությամբ չզբաղվենք։ Դուք միտում տեսնում եք այս հետաձգման մեջ, որ թվում է դուժողները չէին եկել։ Դուժողները այն նիստին էլ չէին գալի առաջացյանում։ Այսինքն դուժողների վերաբերյալ ոչ մի բան չկա, իշ դուժող մեր մեջ ասած։ Պարտադիր չէ, չէին ես գալու։ Ոչ, պարտադիր չի։ Միտում դե հիմա ինչ ասեմ, չեմ կարծում որ դատախազը հատուկ աշխատանքից ազատվել է, որ այսօր հետաձգվի։ Բան չասեմ, էլի։ Ամենասկզբից էլ եղել է 18 թվականից էլ եղել է որպես ժողովրդի կողմից ընտրված ՀԿ-ի թեկնածու, հետո իր դաշինքով ընտրված թեկնածու։ Չմոռանանք որ Դավիթ Համբարձումյանը առաջինն է որ ընտրություններով Նիկոլին հաղթեց Հայաստանում եւ դա իրեն չի ներվում իհարկե։ Հիմա էլ դե վարչապետի միասնական թեկնածու է խորհրդարանական ընդդիմությունից, բնականա դա էլ չի ների։ Բաթորի վրա աշկ ունի, բա ոնց կների։ Հարգելի հետևորդներ, դատարանի երեխաները հիմա Սամո Արի